Սիրելի կոտայքցիներ, սիրելի Աբովյան, ողջունում եմ ձեզ։ Այս էլ երրորդ անգամ մեր կառավարման շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր թիմը Աբովյանում, Կոտայքում ձեզանից հերթական, հաստատուն եւ հավատարիմ քվեն է խնդրում։ Ես ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել ձեզ այս 8 տարիների ընթացքում բոլոր կատակլիզմների ժամանակ, բոլոր ներքաղաքական վայրիվերումների ժամանակ անդավաճանորեն վարչապետ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի կողքին ամուր կանգնելու համար։ Շնորհակալ եմ Կոտայք։ Ես շատ կարճ, բայց փաստերով ձեզ կներկայացնեմ մասնավորապես վարչապետի բնորոշմամբ ու իրականում այդպես դե ֆակտո արդեն պետական Հայաստանի էլեկտրական ցանցերի օրինակով, որ Հայաստանում Բարգավաճ Հայաստան կառուցում է քաղաքացիական պայմանագիրը։ Մեր երկրում ուժեղ Հայաստան կառուցում է քաղաքացիական պայմանագիրը։ Եվ իրական Հայաստանն է կառուցում քաղաքացիական պայմանագիրը։ Պետական կառավարման 8-10 ամիսների ընթացքում մենք ավելի քան 3500 աշխատակիցների, մեր քաղաքացիների աշխատավարձերը նույն ֆինանսատնտեսական գործառնությունների միջոցով առանց սակագին վերանայելու բարձրացրել ենք 12-ից 25%-ով։ Մենք անցյալ տարվա երկրորդ կիսամյակին նախորդ նույն շրջանի համեմատ 6.1 միլիարդ դրամ ավել հարկ ենք վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մենք այս տարվա առաջին եռամսյակում 4.1 միլիարդ դրամ միայն շահութարկի գծով են կանխավճարել պետական բյուջե։ Մենք 10 ամիսների ընթացքում Տաշիրի կառավարման շրջանում կուտակված շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլարի հասնող վարկային պարտավորություններից մարել ենք 50 միլիոն ամերիկյան դոլարի հասնող պարտավորություններ։ Եվ ամենակարևորը, առանց սակագին վերանայելու, մենք մեր քաղաքացիների, բիզնեսի տարբեր շերտերի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համար հեծի բաժանորդ դառնալու սակագները իջեցրել ենք շուրջ 50%-ով։ Եվ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի բնական մենաշնորհային դիրք զբաղեցնող, քրիտիկական ենթակառուցվածք հանդիսացող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության շրջանակներում մենք այսօր բազմաթիվ սոցիալական ծրագրեր ենք իրականացրել, որոնք ես հակ չեմ համարում պարզապես այս ամբյոնից անելու։ Դա արվում է Հայաստան պետության եւ նրա արժանապատիվ քաղաքացու համար։ Այս օրինակներով դուք կարող եք արդեն պատկերացնել, թե քրեօլիգարխիայի եռագլուխ հրեշը ինչեր է թույլ տվել իրեն նախկին տարիներին եւ որոշ ձեռնարկություններում շարունակում է դեռ թույլ տալ հանդեպ մեր պետության եւ մեր քաղաքացիների։ Ուստի հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր եւ վճռականորեն մերժում ենք եռագլուխ հրեշին, մեր ձայնը տալով 16 քվեաթերթիկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիական պայմանագրին։ Շնորհակալ եմ։